Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության անդամները նախընտրում են չխոսել հրաժարականի հեռանկարից։ Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ասում է, խոստացված տնտեսական աճը չապահովելու դեպքում նման պարտավորություն չունեն։ Մենք վստահ ենք, որ 5%-ից ավել է լինելու աճը։ Իսկ եթե պակաս եղավ եւ չապահովեց, օրը կգա բարին հետ։ Ունեք այդպիսի պարտավորություն հրաժարական ներկայացնելու։ Դա պարտավորություն չունենք, բայց հաստատ վստահ եմ, որ ինչպես այսօր եք դուք այդ հարցը բարձրացնում, այդ ժամանակ հարց բարձրացնողներ կլինեն։ Կառավարությունը ներկայացված ծրագրով առաջիկա 5 տարիներին միջինը շուրջ 5%-ի տնտեսական աճ է ուզում ապահովել։ Նախարարները պնդում են, ջանքեր գործադրելու պայմաններում այդ նպատակը հասանելի է։ Մենք որոշել ենք հասնել եւ անցնել, կհասնենք։ 2013-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով դա վերաբերում է 2013-17 թվականներին, չապահովի տնտեսական 7% աճ, պետք է հրաժարական տա։ Նախագահի այդ հայտարարությանը հաջորդած 4 տարիներին 7% տնտեսական աճ չի գրանցվել, եւ կառավարությունների հրաժարականների պատճառներն էլ ամենայն դեպս պաշտոնական հայտարարություններում տնտեսական աճի ցածր ցուցանիշներով չեն պայմանավորվել։ Դուք կարծում եք, որ կառավարությունը, որը չի իրականացրել իր խոստումները, պետք է հեռանալ։ Փաստաթուղթ ընդունվում է նախ եւ առաջ քաղաքական ուժի կողմից։ Քաղաքական ուժը վստահություն է տալիս, մանդատ է տալիս եւ ներկայացվում է պարլամենտում հանրությանը, պատասխանատվության տակ մտնում են քաղաքական ուժերը։ Եթե տվյալ ծրագիրը կատարվում է, եթե չի կատարվում, արդեն տվյալ քաղաքական ուժը պիտի որոշի իր հետագա քայլերը։ Վարչապետ Կարապետյանն այս տարի հնարավոր էր համարել 830-850 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերի իրագործումը։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 30%-ով։ Ուստի կարծում է նախարարը, վարչապետի խոստումը ինչ-որ մասով կատարվել է։ Մենք ունենք այդպիսի տենդենս։ 19.7 միլիարդ դրամի օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումները խոսել են դեպի մեր երկիր։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով Կարապետյանի հայտարարած ներդրումները կատարվել են մոտ 40%-ի չափով։ Մոտավորապես 37-40%-ը կարելի է նշել, որ արդեն իսկ առաջի 5-6 ամիսն է։ Տարբեր ոլորտներում հանքարդյունաբերություն, էներգետիկա, սննդի վերամշակում, գյուղմթերքի վերամշակում, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, կաշվի եւ կաշվե իրեր եւ այլն, բոլոր ոլորտներում։ Այսինքն 40%-ի մոտավորապես, այո, 37-40% շաբով արդեն իսկ։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը Կարայանի ղեկավարած նախարարությանը հորդորում է մանրամասնել, որ ոլորտներում են նախարարի ասած ներդրումները կատարվել։ Պաշտոնական տվյալներ հայտնի են միայն առաջին եռամսյակի վերաբերյալ։ Գևորգյանը դրանք համեմատել է անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Վիճակագրության համաձայն ասում է, օտարերկրյա ուղղակի ներդրումներն իսկապես աճել են, բայց խոսքը 30-40 միլիոն դոլարի մասին է, իսկ Կարայանը խոսում էր 400 միլիոնից։ 400 միլիոն դոլարի ներդրում նշանակում է շինարարություն, որևէ ձեռնարկության շինարարություն, ենթակառուցվածքներ, չգիտեմ, սարքավորումներ, տեխնոլոգիաների ներկրում ու դա թաքուն անել հնարավոր չի, այսինքն 400 միլիոն դոլարը, որը ահռելի գումար է, մենք դա կտեսնեինք, ասենք շատ պատկեր ասած փողոցում գնացող ինչ-որ մեծ հաստոցի տեսքով, որը գնում է ինչ-որ տեղ տեղակայվելու, մենք այդ հաստոցը չենք տեսել։ Այդ ներդրում ախր այնպես չի, որ բերում են ու ինչ-որ դարակում շարում են, չէ՞, դա ինչ-որ գործողության է վերածվում, որ մենք չենք տեսել։